Նիկոլացավ, ամեն մի հարց ունի մեկ պատասխան։ Երկար ժամանակ չէի խոսում, քանի որ կային հարցեր, որոնք քննարկում էի 111-ի, նրանց ուղարկված 16-ի հետ, թե ինչ անել Հայաստանում, այս ինչ ընտրություններ է, այս ինչ խայտառակություն է եւ այլն։ Եվ դրա համար են հարցերը, որոնք որ հարցեր եք տվել չարժի մեկնելը աման կամ Եվրոմիության այդ անդամները Հայաստան գալը եւ նմանատիպ հարցեր, այժմ այդ ամենին պատասխանեմ, որպեսզի պարզ լինի։ Ես ընդհանրապես խոսում եմ շատ պարզ բառերով, որպեսզի ցանկացած մարդ հասկանա։ Եթե մարդը փորձում է բոլորին հասկանալի լինել, ապա պետք է այնպիսի բառեր կամ բառապաշար ընտրվի, որ ցանկացած մարդ հասկանա ասելիքը։ Կան մարդիկ, որոնք ընդհանրապես քիչ բառեր գիտեն, եւ եթե դրանց համար օգտագործում են այնպիսի բառեր, որոնք որ նրանք չգիտեն, ապա նրանց համար ցանկալի չի լինում ոչ դա լսելը, ոչ էլ նրանք կարողանում են հասկանալ։ Դրա համար նույնպես շատ պարզ բառերով բացատրեմ այս ամենը, որպեսզի հասկանաք։ Նախ 5000 տարեկան, դուք եք ասում 5000 տարեկան, բայց գիտեք իմ ասելը, որ վերջին խոշոր փոփոխությունից հետո երկիր մոլորակում մագնիսական դաշտի 79000 տարի հայայի հաշվարկով եւ 56000 տարի հայերի հաշվարկով, բայց դա վերցնենք, եւ այս խեղ կատակը լինելով Հայաստանում, որին նայում ես մեծից փոքր 16 հոգու եւ դրանից առաջ եկած 21-ի այդ բոլոր հաշվետվություններն էի կարդում եւ նրանց ճշգրիտ մտքերը, թե այս ինչ է կատարում։ Դուրս է գալիս, որ այս անձնավորությունը Հայաստանում ովքեր որ գումար են լափում եւ ովքեր որ պաշտոններ ունեն, դրանք բոլորը կամ ունեցել են, պլյուս դրանց բոլոր այդ 3 նախահայրերը Քորշանից բռնած, բոլորը սրա պաշտպանում են։ Այնպես չի, որ սա հայոյում է հայ ազգին, իսկ հայ ազգը կանգնած ուզում է սրան ոչնչացնի։ Չէ, այդ բոլոր ոստիկաններ, ԱԱԾ, Քորշուն, այդ Ալբանացին եւ Նարիմանովը, դրանք բոլորը սրան պաշտպանում են։ Բացի դրանցից նաեւ այն աշխատողները, որոնք իրականում հայեր են եւ աշխատում են տարբեր բնակավարերում եւ գումարներ են վաստակում, բոլորը ոչ ոքի չի հետաքրքրում, թե սա հայերին մայրաուշունց տալիս, հայրաուշունց տալիս, թե ինչը հայոյում, դա կապ չունի։ Բոլորը դրանց պաշտպանում են։ Եվ այստեղ մինչև հիմնական հարցերին անցնելը նաև նկատենք մեկ բան. ինչ է սա նշանակում։ Այսինքն սա այս բոլոր շարժումները, ինչ շարժումներ, որ այս անասունը կատարում է, իրականում սա անասուն չէ։ Ասացի եւ Լոնդոնում եւ Բերլինում եւ Մոսկվայում բոլոր ինստրուկցիաները ինքը ստացել է, թե ինչպես իրեն պահի։ Սա նշանակում է, որ այդ ազգին կզացրած են պահում, ձեր լեզվով ասած, որ ոչ ոք չի կարող դեմս թպրտա։ Սա է նշանակում։ Այս նշանը նշանակում է, որ ամբողջը տալու եմ եւ ինձ խանգարող ոչ մի բան չկա։ Այս էլ նշանակում է, այս մի ձևը նշանակում է, որ դուք այս ընթացքում եք։ Կուզեմ, կճզմեմ, կսեղմեմ, ոչ մի բան չեք կարող անել։ Սա էլ գիտեք, մատ է թափ տալիս ամբողջ ազգի վրա։ Իսկ այստեղ կպցրել է այս քարտեզը, որ սա է, ես 0-ի կետից եմ սկսել, թեպետ իր նախահայրերն ասել են, որ կետից, եւ նստած ձևին նայեք։ Այս ամեն շարժուձև եւ ամեն ինչ կատարելը, այս ամբողջը դա լրիվ պլանավորված է եղել 93 թվականից։ Երբ որ ասում էին այդ թվականներից, որ այս Քորշունը էս ինչ է անում, լույսերը կտրեց, բայց քանի որ ես աշխատող մարդ այդ տարիներին եւ
նաև գիտեի որտեղ ինչա կատարվում, դիտելով որ հիմնարկներում եթե 100%-անոց հիմնարկը աշխատեր որքան էլեկտրաէներգիա կծախսեր, օրինակի համար եթե տվյալ քաղաքում գործում է 50 խոշոր ձեռնարկություն, Երևանի համար եմ ասում, եւ 200 միջին ձեռնարկություններ, եւ դրանցից միայն 4-5-ն են աշխատում, այն էլ 30%-ով, ապա ուր է գնում հայկական էլեկտրաէներգիա։ Ինչ են մութ ու ցուրտ տարիները։ Դրա համար նաև հասկացակ, որ Քորշունը ավելի մեծ ցեղասպանություն է կատարել սրանց հետ միասին, քան թուրքերը։ Հիմա 2018 թվականի մասին մի ֆիլմում, թե մի քանի ֆիլմում ասել եմ, նույնը 26 թվականի փետրվարի 18-ին կարծեմ, այդ ընթացքում Քորշանտանը նորից հանդիպել են այս երկու տականքը, սա եղել է նաև նրանց Լրտես Նիկոլը և միևնույն ժամանակ Արցախի պատասխանատուն Քորշան կողմից նշանակած այս տականքը։ Եվ ինչ են քննարկել։ 18 թվականին քննարկել են, որ պետք է գա Նիկոլը, քանի որ Նարիմանովը ինքը չի ցանկացել տալ և սրանց վրա էլ ալիբի ուներ, և Նարիմանովին անմիջապես փոխարինեցին այս բոլոր խաժամուժը, նույնն էլ սրանք արցախցիները փոխարինեցին Նիկոլով։ Երբ որ սա սուտ-մուտ էստեղից այնտեղից խոսում, ամենամեծ Արցախի տականքը սա է, հետո այդ Վիտալիկը, հետո այն մնացածը։ Եվ այստեղ սրան ստիպում են, որպեսզի սա համաձայնվի։ Եվ սա համաձայնում է, ասում է այսպես, թե այնպես, ասում եք պետք է տաս, այստեղ սա է ասում, եկեք ծախեմ։ Ասում են դե ծախի։ Եվ այս զրույցի ժամանակ եղել են նաև երկու անձնավորություններ 18 թվականին, 3 անձնավորություն 18 թվականին, 26 թվականին երկու անձնավորություն, բացի այս անձնավորությունները։ Ինչ եմ սա ասում։ Այդ անձնավորություններին չեմ տեղադրում, որովհետեւ այդ անձնավորություններից մեկն է, երկու անգամ էլ մեկն է ասել այդ մասին, 16-ին ներկայացրել է ամբողջ սրանց զրույցը, որովհետեւ չհասկանան, որ այդ մարդն էլ որտեղ է նստած եղել ու գրանցել է, դրա համար զրույցը նույնպես հետագայում կլինի, բայց ոչ հիմա, որովհետեւ այդ մարդուն չվնասեն, մինչև 16-ը կարողանա այդ մարդուն ընտանիքով տեղափոխել Հայաստանից, եւ կիմանաք, թե այս տականքը որքան տականք է։ Եվ տալուց հետո հիմա էլ սրան բերել են, որպեսզի փոխարինեն։ Իսկ սա չի համաձայնվում նրան, որ իրեն այստեղ հնարավոր է ոչնչացնել։ Եվ դրա համար սա պահանջում է այս 26 թվականի հանդիպմանը, որ իրեն այնպիսի մարդով փոխարինեն, որ իրեն այդ մարդը ձեռք չտա եւ ինքը հեռանա Հայաստանից, թեպետ ինքը 10 տարի իրավունք չունի հեռանա։ Այստեղ էլ այդ Աննա Հակոբյան կոչված այդ պորնիկի արածը ինչ դուրս եկավ, հեռացավ սրանից նրա համար, որպեսզի նա նույնպես ընտանիք հանդերձ 10 տարի պետք է չբացակայեր, քանի որ սրա կողքին էր եղել։ Եվ իբր նա դրա հետ կապ չունի, սա այս բոլորը դրանք իրար հետ կապված բոլորը ստեղծել են այդ ամեն ինչը, որ Աննա Հակոբյանը պետք է դուրս գա այդ տնից, որպեսզի միայն սա լինի 10 տարիների տակ եւ սրան իբր հսկում է ոստիկանությունը, հետո սրան թռցնեն Հայաստանից եւ փոխարինեն նոր անձնավորությունով։ Հիմի այս ընթացքում այդ ամենն են կատարում այս բոլոր տականքները, ոչ հայ տականքները, այս բոլորը, սա էլ չի հայ, սա էլ ադրբեջանցու ու հայ խառնուրդ է, այս տականքն էլ չի հայ։ Եվ զարմանում ես, թե որքան ոչ հայեր կան եւ բոլորը ավելի բարձր գործերի են, քան ինչ որ մի հայ։ Այժմ այս
Ամերիկայի Միացյալ Նահանգներ գնալու, նաև Սենատում ելույթ ունենալու, նաև Տրամպի հետ ելույթ ունենալու այս ամեն ինչի մասին խոսենք։ Ինչպես հիմա սա եկավ նահանգներ, նույնպես 91 թվականին մայրը նույնպես մեկնեց նահանգներ։ Մինչև մոր մեկնել են նահանգներ, չգիտեմ այդ մասին ձեզ ասել եմ, թե չեմ ասել, Շվեդիայում 118 ինքնաթիռ ամեն մեկում մեկ անձնավորություն և 2 ինքնաթիռ իրենց մոտից աշխարհի տարբեր մասերից իջան այդտեղ և քննարկեցին, որ վերջնական հարվածը Սովետական Միության ոչնչացնելու և նաև բաժանելու հանրապետությունները և այլն, պետք է անհապաղ կատարվի և արագ ձևով այդ ամենը կատարեցին։ Հիմա նույնպես եկավ և հանդիպեց մոր հանդիպումը և իր հանդիպումը, և այս օրերին ես սպասում էի, թե նույնպես մի մեծ հավաք, քանի որ իր բոլոր ազգականները և բարեկամները նույնպես փայատներ են, նրանք ամեն մեկը ունի ձայն, օրինակ ինքը ունի 50 ձայն, իր Ավստրալիայի բարեկամը, որը Ավստրալիան է հսկում, ունի 8 ձայն, այդ մի քանիսը գիտենք, և 11 ձայն ունի Կանադայի, և այսպես շարունակ սրանք ձայները, և այստեղ կան նաև Կանադայի երկրորդ մարդը, Ավստրալիայի և այլն, այդպես և նրանք քվեարկում են, թե որտեղ ինչ կատարեն, ինչպես կատարեն այդ տվյալ օպերացիան։ Ինքը առաջարկում է, որ Սովետական Միությունը պետք է քանդվեր, պարավ է այդ ժամանակ։ Հիմա էլ ինքը, իսկ զանգը ինչ էր նշանակում այդ զանգը, այս զանգը իբր այդ Սուզանավի զանգն է, բայց զանգի տալը դա է նշանակում, որ քեզ թույլ ենք տալիս, ինչ ցանկանում ես արա, այդ կապկություններ, ինչ ուզում ես արա, միայն մեր հարցը, ինչ հարցեր դրվել է քո դիմաց, մինչև վերջ պետք է կատարես։ Եթե պրոբլեմ կունենաս, ապա զանգիր, մենք քո կողքին ենք, այսինքն քո մեջքը պինդ է, ինչ ցանկանում ես արա, ինչպես Նիկոլին են այս տականքը ասում, որ մեջքդ պինդ է, Արցախն էլ դուր ինչ ցանկանում ես արա, նույնն էլ էստեղ, այս էր նշանակում այս զանգի տալը իրեն։ Այսինքն այստեղ այն հարցը, որ կատարվեց Իրանում և Իրանի վրա հարձակումը և այլն, դա խրախուսվեց, չի խրախուսվել Ուկրաինայի հարցը, իբր Ուկրաինան Եվրոպայի մաս է, բայց քանի որ Եվրոպայի մաս է, բայց Եվրոպայում տվյալ նման երկրին իրենք ցանկանում են աղքատ, սոված, տկլոր, բայց դեռ շնչում է, այսինքն այդ պատերազմը հասցնել են մակարդակի, որ Ուկրաինայում մարդ չմնա, խեղաթյուրվեն, մեծ մասը ոչնչանա, բայց լավ չեք կատարել, նորից անցեք, դուք դիտում եք նա ինչ-որ լավ բան է ինքը ասում, բայց պետք է հասկանալ դրա տակ թարսը։ Ինչպես նաև, երբ որ Ֆրանչիսկոն այդ կապիկը Հռոմի պապ կոչվածը եկավ Հայաստան, ես ասացի, որ սա բերելու է նոր պատերազմ, այնտեղից Ադրբեջան ստորագրեց հայկական հողերը, որոնք պետք է պատկանան Վատիկանին, արդեն հասկանալի էր, թե այդտեղ ինչ է կատարվում։ Նույնը սրա գալը արդեն նշանակում է, որ մի մեծ պայթյուն, մի մեծ բան է տեղի ունենալու, բայց մեկ մտածի, որ ատոմային կամ ինչ-որ վերացում և այլն, խոսենք այդ մասին վերջում նույնպես։ Այստեղ իր այդ մնացած ելույթները, այսինքն դա նշանակում էր նա, որ քեզ ինչ ասվել է, դու նա ասա, դու իմպրովիզացիաներ մի անի և մենք ենք քո տերը, ոչ թե դու ես մեր տերը, մինչ
Ամերիկա լինելը մենք կայինք եւ մենք ենք այդ Ամերիկան այդ ձևով ստեղծել եւ դու էլ մեր ստեղծվածն ես եւ այս զանգն էլ դրա համար վարվիր այսպես նույնը ինչ որ ինքը խոսում էր նաեւ սենատում բացատրում այսինքն այդ բոլորի մեջ կային մարդիկ որոնք դեմ էին դրան եւ հասկանալի էր նրանց այդ սենատորների դեմքի արտահայտությունից բայց ինքը այն տոնով էր ասում որ դուք բոլորը ստրուկ ծառաներ եք ինչպես ասում է այդպես էլ պետք է վարվեք այդ ձևով պետք է կատարեք նա ինչ ասում է իմիջիալոց ոչ միայն ինքը այլև եվրոպացիները կարող է ասեն երկու բառ մնացածը դու պետք է հասկանաս թե ինչ են նրանք ասում իսկ հայերը երբ որ ասում ես գրված են նոր կարգեր եւ ասում ես որ նոր կարգերը սա եւ մի քիչ հետո կբացատրեմ հայերին պետք է 100 անգամ ասես իմիջիալոց այն կտորը ֆրոզիկն ու գայլան որ խաղում են որ ասում է ինձ էլ սա ինչ ասեցիր նրան այդ ոստիկանին հարցնում ասեցի որ դու դե ինձ էլ սա մի հայերին ամեն մեկին առանձին պետքա ասվի երկար բարակ պետքա ասվի բայց եթե սրա զրույցը դուք լրիվ դիտարկած լինեք ապա պետք է հասկանալ ես այստեղ շատ բան չեմ ուզում ասել որովհետեւ նորից հարցեր չլինի պետք է հասկանալ այն ինչը որ ինքը իրականում ասում է ոչ թե նա ինչ որ արտահայտվեց եւ հնչեց այդ բառերը այլ նրա աչքերի արտահայտությունը ձեռքերի արտահայտությունը իբր շլուխով բայց հարվածելով ցանկացածին որ այսպես պետքա լինի եւ այլն այդ բոլորը պետք է հասկանալ թե իրականում նա ինչ է ասում եւ այստեղ հարցը մոտակա ժամանակներում քանի որ սա երկար հնարավոր է նաեւ չմնա իրեն ինչ հարցեր տրվեց միգուցե սա նաեւ երրորդ շրջանը գա դա էլ է նախատեսում հարցը հենց թաքնված է ամբողջ հարցը թաքնված է այստեղ որ մի փոքր երկիր այստեղ Իսրայել կոչվածը որը այստեղ է այս մասը ինչպես նա հարձակվեց Իրանի վրա կամ ինքը իրեն խելոք չէր պահում որ անդադ Իրանը հաթաթա էր տալիս բոլոր ֆիլմերում երբ որ Իրանի մասին խոսք էր ասել են որ իրանցիները եւ բոլոր այս այաթոլլաները ինչպես են կախված եղել բրուտից նրանք բոլորը նրա հլու հնազանդ կատարողներն են եղել եւ բոլորը ադրբեջանցի են սրանք այստեղ պարսիկ կոչվածը չկա իսկ եթե ասում եք Պարսկաստան եւ պարսիկներն էլ ինչ որ քարտեզներ են ցույց տալիս որ իրենք են հետո Հայաստանն է հետո այս մեր տարածքում ոչ մի պետություն չի եղել հայերը ունեն հայկական գիրը բա ձեր գիրը որն է այդ թունելները ինչ է կառուցել ու ինչպես է կառուցել կարան այսօր բացատրեն այդ ամենը եւ այլն այսինքն նրանք էլ են մեր հողի վրա ամբողջությամբ այդ եւ Արայի կղզին եւ Իրանը ինչի իրանք պարսիկ անունը փոխեցին Իրանով քանի որ հայերը այս մասին անվանում էին Իրան ինչպես մարմնի Իրանը սա հանդիսանում էր Իրան ոչ միայն դա էր հանդիսանում այսպես շարունակ հետագայում կցուցադրեմ կասեմ որ լրիվ չասեմ այստեղ հարցը որն է ոչ միայն նավթամթերքը, նաև հարցը այստեղ բույսերի համար այդ պարարտացնող նյութերն են։ Պարարտացնող նյութերը դրանց 45%-ից ավելին այստեղով է հասնում։ Եվ ես ֆիլմերից մի քանիսում ասացի, որ ինչ է պարտանյութ օգտագործում, քանի որ հողը, ինչպես նաև մարդիկ կորցրել են իրենց ուժը, քանի որ էլեկտրաէներգիան, այդ սնվող մասնիկները
վերցնում է իրեն եւ դրա համար տեզերքից եւ արևից եկած նոր այդ սնունդը հողը նույնպես ինչպես մենք նույնպես չի ստանում դրա համար պարտանյութ է պետք որբիսի պարտանյութը կարողանա այդ հողին իբր աշխուժացնի, բայց իրականում մենք ստանում ենք քիմիական վնասակար ուտեստներ։ Եթե ուտեստը 2 օր հետո նա սկսում է փթել, այսինքն դա պարտանյութով աճեցված է եւ որը թույն է։ Միայն երբ որ քաղելուց հետո առաջի, երկրորդ օրն են մարդիկ ուտում կամ սառնարանից հանելուց հետո անմիջապես քիչ են թունավորվում, քան երկար ժամանակ, երբ որ նույնիսկ մրգեր ու բանջարեղենը մնում է այդ վիճակում։ Հիմա այստեղ նաև խոսենք այդ մասին, ինչ է տեղի ունենում, ինչի բրուտը սրան այս ծաղարացուին եւ նաև նրա հորը նույնպես այս ծաղարացուին հանեց մեյդան ինչ կատարելու համար, որպեսզի սա փակվի։ Պարտանյութերի գները բարձրանան եւ պարտանյութերը մեծ մասներ չանցնեն այստեղով, այսինքն կատաստրոֆա, ուտելիքների քանակը արդեն կսկսի պակասել։ Իսկ եթե ուտեստները հատկապես հացեղենը եւ շաքարը պակասեց, ապա մարդկանց մոտ կսկսվի մահացածությունը, գների բարձր թանկացումները, որը հենց բրուտի դա ծրագիրն էր, այս նեղուցը փակելը, սա ոչ թե Ամերիկան հարձակվեց Իրանի, Իրանը իրենցն է, ինչի համար են նրա վրա հարձակվում, կամ Իսրայելն էլ է իրենցը, սա էլ է իրենց, երկուսին էլ կասեն ձեններդ կտրեք նստեք, հասկանում եք հիմա հարցը որն է, եւ վառելիքի գներն կատաստրոֆիկ թանկանալու եւ բոլոր տեսակ ուտելիքները, որոնք սնվում են նավոզով այդ պարտանյութով եւ այդ պարտանյութը թանկանալով 5-6 անգամ ցանկացած ապրանքի գին սկսելու է թանկանալ։ Կատնեղեն, կարակ, հացաբուլկեղեն, շաքար, պիսոկ եւ այլն, այդ բոլորը սկսելու է թանկանալ, դրա հետ կապված բոլոր ապրանքները թանկանալու են։ Միայն Հայաստանը այստեղ ունի մի փրկություն, որ Հայաստանի ապրանքները գյուղատնտեսական ամառը մինչև աշուն կարող եք օգտագործել, հատկապես մրգեր ու բանջարեղենը, իսկ մնացածը արդեն կատաստրոֆիկ բարձրանալու է։ Թեպետ Ռուսաստանը ինքն է արտադրում պարտանյութերը եւ իր ծորենը, եթե Հայաստանի հետ լավ լինի, կարող է էժան տալ, բայց ամբողջ աշխարհում սկսելու է սովը տիրելու է ամբողջ աշխարհում։ Հենց այս նպատակը, որ գնացել էր այստեղ նոր կարգերի հաստատումն է։ Ինչպես հիշում եք կորոնավիրուսը եւ այլն, դրանից հետո որքան մարդիկ մահացան, այս ձևով են փորձում աշխարհը վերացնել, տեղը լինելով աշխարհի, փորձում է այդ ձևով եւ նաեւ տարբեր ձևերով։ Օրինակ մոր ժամանակ մերը աշխարհի ֆինանսիստներին ԱՄՆ-ը եւ իրենց կանչել էր եւ հաթաթա տվել, թե այս շանլակոտներ, այս ինչ է կատարում, այս ինչ ֆինանսական կրիզիս ստեղծեցիք, լավ չաշխատեց, այսինքն իրենք, քանի որ շվեյցարական այդ ֆրանկն էլ է իրենց եւ նաեւ եվրո դոլարով տալիս էին վարկեր հատկապես երիտասարդներին, հետո միանգամից այսինքն նրա բանկային տոկոսը ցածր էր լինում, մարդիկ խաբելով գնում էին դա, հետագայում շվեյցարական ֆրանկը եւ այլն կրկնակի եռակի թանկացնում, մարդը օրինակի համար առել էր տունը, որի իրական արժեքը 100,000 է, հետագայում դառնում էր 300,000 եւ հրաժարվեր դրանից, ամբողջ կյանքում պետք է այդ բանկին վճարեր,
չհրաժարվի, չի կարող այդքանը փակել, ինչի 3 անգամ ավել, երբ որ նրա իրական գինը այդքան է, այս ձևով գողացավ մարդկանց գումարները տարավ։ Նույնն էլ հիմա ինքն է կատարում այս ձևով։ Հիմա կատաստրոֆիկ, եթե այդ ապրանքների գները թանկացան, եւ ես չասեմ նաև էլեկտրոնիկայի եւ այլն բնակավարներում աշխատողներ եւ այլն ինչ սարքեր են նաև այստեղով անցնում այդ բոլորը, դրանք թանկանալու են եւ ամբողջ մեքենաներ, կամպյուտերներ, հեռախոսներ եւ այլն ամբողջը սկսելու է 5-6 անգամ թանկանալ։ Իսկ ամենակարևորը այսօր ուտելիքն է, եթե ուտելիքը թանկացավ, ապա շատ մարդիկ նաեւ սովից կմահանան, ինչպես աշխարհում, նաեւ նույնպես հնարավոր է եւ Հայաստանում, եթե մենք մեր ազգին չօգնենք, որպեսզի սովամաչ լինեն այս դժվար ժամանակաշրջանում, որը բրուտը ստեղծել է մեզ համար։ Իսկ սրանց գալը դա Մակրոնն էր կազմակերպել, որ Հայաստանում եւ Նիկոլին էլ ինչ-որ թևերի տակ փափուկ բարձ դնել է, իմիջիալոց այս սպորնիկին այդքան էլ շանտեղ մեկ տնի։ Երբ որ ինքը գնում է դարձավ Ֆրանսիայի նախագահ, այդ ժամանակ նա գնում է նաև Անդորա, Իսպանիայի իրեն ծառանքում մի փոքրիկ քաղաք-պետություն է, եւ այնտեղ ստորագրում է իբր Անդորայի նույնպես նախագահն է, բայց այնտեղ երկու փաստաթուղթ է ստորագրում, մեկում ստորագրում է, որ նրա նաև նախագահն է, իսկ մյուսում ստորագրում է, որ ծառայում եմ Աստծուն եւ բոլոր հրահանգները պետք է կատարեմ, իսկ դուք գիտեք, կենթանի Աստվածը երկրի վրա բրուտն է։ Այնպես որ այս տականքը եւ այսօր էլ Հայաստանի համար իբր Նիկոլն է մեղավոր, ինքը մեղավոր չէ, ինչպես են սա կատարում։ Բրուտը ասել է սրանց, այսպես պետք է անեք, հիմա սա Նիկոլին ասում է, հանկարծ չասես, որ ես եմ արել, Նիկոլը չի կարող ասի, որ ինքն է արել։ Նիկոլին էլ Ալիև Էրդողանը ստիպում են, որ պետք է ասես, որ մեզ հետ լավ պետք է լինես, պետք է փոխես Հայաստանի սահմանադրությունը եւ հայերը ռադ պետք է լինեն Արցախից, իսկ սա էլ որպեսզի իրեն բարձրացնի, արցախցիները պետք է վերադառնան։ Եվ ասում է Նիկոլ, հանկարծ չասես, որ ես եմ տվել դա, ես եմ արել, թե չգիտես քեզ հետ ինչ կլինի։ Այստեղ այդ տիպի են խուլիգանական պատցան փողոցայինների խաղ է գնում, որը նույնպես ասացի, որ այստեղ նույնպես այդ խաղն է գնում, այսինքն մեր դեմ խաղ չկա, պետք լինի զանգի, հիմա էլ աշխարհին այսպես պետք է, աշխարհի մայրիկը այսպես պետք է լացացնենք։ Այս ամբողջը, այս երկու դեպքերը ինչ տեղի ունեցավ, այս է նշանակում, իսկ մնացածը, որ Հայաստանում էին, եկան Հայաստան եւ այլն, հատկապես նաեւ Մեծ Բրիտանիայի վարչապետը, նա այստեղ որոշող չի, որ ինքը որևէ բան որոշեր, եւ կոշտա, մոշտա, դրանք բոլորը, սրանք մակուլատուրա է, սրանց դրել են այստեղ, որպեսզի տան թուղթը ձեռքները, ասեն սա հրահանգեք ամբողջ Եվրոպային, այդպես էլ պետք է լինի։ Գալիս է Անգլիայից թուղթը այստեղ, սրանցից մեկը հաչում է այդ թղթի մասին, բայց չի ասում որտեղից է եկել, քանի որ կամ սա է ստանում թուղթը, կամ սա է ստանում թուղթը, իսկ մնացածը սկսում են հաչալ եւ կոմեն դրան։ Իսկ սրանք էլ հատիկ մոտենում են, ասում են լսի այդ տականք։ Բոլորը կոմ պետք է լինեք, 2-3 հոգի կարող է կոմ չլինել։ Այս ամբողջը ցիրկ է, որ սրանք այս ամբողջ այս Եվրոմիություն կոչված եւ այլն խաղում են։ Իսկ ինչ մնում է, որ Հայաստանը գնա Եվրոմիություն, դա հնարավոր չի եւ սա կեղտոտ կեղծ խաղ է։ Մենք որտեղ որ ենք, ավելի լավ է մենք մեր տեղում մնանք, թող Եվրոպան գա մեզ։ Պետք է այդ ձևով մենք աշխատենք,
ոչ թե թալանտային հիմարներին դնեն ղեկավարներ, ավելի ոչնչացնեն երկիրը եւ հետագայում այն հարցը, որ վերջում կասեմ, հասկանալի կլինի այդ հարցի մասին։ Հիմա էլ էս պորնիկները ինչ են անում, քանի որ սա եւ եկել էր Հայաստան հանդիպել եւ ինքը տերտերը եւ Արմեն Սարգսյանը նաեւ Լոնդոնում հրավիրել էին իրեն ու կնոջը հրավիրել էին ռեստորան Հայաստանի մասին խոսելու ինքը պարզ ասել էր սրան որ այդ ջերմուկի հանքերը տալիս եք մեզ ձեզ հանգիստ կթողնենք միակ պայմանը հնարավոր է հանգիստ թողնենք դա է եւ սա է ամենամեծ թե լավ թե վատ գործը արել Հայաստանի համար այս տականքը իսկ այս եթե ըստ սրան մնար, սա ամբողջը տուրներ տալու, ընդհանրապես սա ամենատականք անձնավորությունն է և սրանք իբր ցույց են տալիս, որ ենթարկում են իրեն, բայց ամեն մեկն էլ նաև իր խաղն է խաղում։ Հիմա այս ամենին տեղյակ լինելով, երբ որ հանքը տալիս են, սրանք ինչ մտածեցին։ Կոկոլը ասեց, որ էլ ես չեմ ցանկանում, զզվել եմ արդեն հերիկա, Եվ Արցախը ծախեցի, փողերի մի մասը ձեզ, մի մասը ինձ անցավ, հիմա էլ պետք է ինձ հանգիստ տակ։ Եվ եթե կոկոլը մնում է, նորից պետք է ձեռք առնի աշխարհը սրանց։ Եվ հիմա այստեղ ինչ են կատարում։ Այստեղ սա անմիջապես խոսեց, որ բերեք տնենք այս ջհուդին։ Եվ այստեղ մտցրել են նաև այս մի քանի հոգուն, իբր սրանք էլ են մասնակցում են մնացածին չեմ ասում մանր մուներներին սրանք բոլորը իրենց մարդիկն են այս երկուսը սրա մարդիկն են նույնը նաև սա սրա մարդիկն են քանի որ սա գիտե որ Նարիմանովից ավելի շատ ալբանացուց զզվում են բերել է իրեն մարդկանց դրել եւ սա է իր մարդը եւ սրանք են իր մարդը այնպես որ Այստեղ եթե որևէ մեկը փորձի թպրտալ, որ չէ իրեն մարդը չենք, նաև փաստերով կխոսենք այդ մասին։ Իսկ այս անձնավորությունը եւ իր խումբը բոլոր ճամբարներում աշխատում է։ Եվ սրանց ճամբարում է աշխատում, եւ սրանց ճամբարում է, եւ սրանց ճամբարում է, եւ Նիկոլի ճամբարում է։ Ամենտեղ աշխատում է։ Ձեզ թվում է, երբ որ Հոլանդիա էր կամ նահանգներում չունեին այնտեղ մարդ, երբ որ Վանոն ու Քորի Լակոտը ցանկացած հայ միլիոնատիրոջ կզսնում էին, սրանք չէին կարող գցեն մի ավտոյի բագաժնիկ տանեին տուրտային բերեին, ես ինչ եք մտածում։ Եվ չմտածեք, որ ինչ-որ մեկը կասի, որ ես անկախ լրատվամիջոց եմ եւ այլն, բոլորը ծախված են, բոլորին էլ կզացրել են։ Բոլորին մեկ կար մեկ կզացրել են։ Երևի 1-2 հոգի ովքեր ինպես թաքուն են խոսում եւ մի քանիսն էլ տեղները չգիտեն, դրանք են, իսկ մնացածին ում տեղը գիտեն ով է, դրանք բոլորին էլ եւ տեսել են եւ գումար են տվել եւ ասել են ինչ ցանկանաք այդ կա հաճակ, ուրիշ բան չեք հաճա։ Այնպես որ այս ամբողջ դաշտը պայմանավորված է եւ եթե դուք ասում եք ընտրություն եւ մեկ-մեկ էլ ինձ գրում են միայն դոկը, միայն սա, այս Սարգսյանը, միայն Բևերը, միայն Գուրգենը, սրանք բոլորը սրանց ծառաներն են եւ այստեղ քորը սրան փոխարինում է սրանով եւ դրա համար Աննա Հակոբյանը ազատ է 10 տարի Նիկոլը դրանից հետո օրենքով պետք է մնա Հայաստանում, բայց որ սա եկավ Նիկոլը իբր Հայաստանում է, Նիկոլը կգնա մինչև այդ 10 տարին անցնի եւ Նիկոլին ոչ մեկն էլ չի փնտրի եւ Նիկոլը ոչ մի անգամ ոչ մեկի պետն էլ չի լինի։ Ինչ են բերում նաեւ սա, ինչն է նպատակը, ինչ է սա ցանկանում եւ ինչն է այս նպատակը։ Արցախը անցնելուց հետո Արցախի բոլոր հանքերը անցան ռուսները արդեն ձեռքները լվացին, ռուսներից անցավ
իբր սրանց Արցախի բոլոր հանքերը ոչ թե Ալիևին, բայց իրականում դա բրուտների հանքերն են։ Եթե մենք Հայաստանի քարտեզն ենք նայում, ապա Հայաստանի քարտեզը ըստ իր չափերի 30,000 քառակուսի կիլոմետրով հաշվենք եւ իր ունեցած հանածոների քանակով աշխարհում զբաղեցնում է առաջին տեղը ըստ 30,000, օրինակի համար ինչ որտեղ նավթ կա, որի արժեքը այսքան է, բայց նա զբաղեցնում է այսքան տարածություն, ոչ թե ամբողջ Հայաստանը։ Իսկ այս տարածության չափով, եթե աշխարհը 30,000 քառակուսի կիլոմետրերի բաժանենք, ապա Հայաստանի օգտակար հանածոների քանակով ըստ նույն քանակի Հայաստանը զբաղեցնում է առաջին տեղը։ Ոչ մի երկիր այդքան օգտակար հանածոներ չունի։ Եվ ինչի է Քորշունը բերում այս ջհուդ տականքին, եւ սա էլ սրանց հետ գործ է բռնում, որպիսի հանքերը իբր անցնում են սրանց, բայց սրանց երկրի ֆիրմեքի միջոցով ռուսները արդեն հեռացել են, բոլորը վերցնում են բրուտները։ Ահա այս ամբողջը։ Հիմա էլ Ալիևը այդքան հաթաթաները, որ սա էլ է մեր այսպես ցանկանում են վերցնել, այսքանը թողնել, բրուտների հետ փորձում են նորից կապի մեջ մտնել, որ սա տալիս ենք ձեզ, լրիվ տալիս ենք ձեզ, մենակ թողեք մնանք։ Եվ բերել են այս տականքին, որպեսզի այս ճանապարհով, արդեն ջհուդական ճանապարհով այս ամբողջ հարցերը լուծվի։ Մի 2-3 տարուց սրան կհանեն, իբր հիվանդացավ կամ եւ այլն, կբերեն նորից իրենց մարդկանց կդնեն, ոնց որ Լևոնի ժամանակ բերեցին այդ Քոչարյանին, եւ նորից կսկսվի նույն ՃԼՄԼ-ն Հայաստանում, ինչ որ եղել է բոլոր ժամանակներում։ Այնպես որ այս տականքներից լավ բան մեկ սպասի, եւ աշխարհի այս փոփոխությունները սրան է գնում։ Երբ որ ասում են համաշխարհային պատերազմ, սովն էլ է համաշխարհային պատերազմ, եթե համաշխարհային աղետները սկսենք համեմատել, ապա համաշխարհային աղետները սկսվում է այսպես, առաջին տեղը դա ցուրտն է, եւ կարող են նաեւ, քանի որ էներգետիկան թանկանում է, ցրտի պատճառով շատ մարդիկ մահանալ, եւ Հայաստանում էլ է հնարավոր այս տարի։ Երկրորդը դա սովն է, եւ բրուտը այս Իրան, Ամերիկա այս խաղի ժամանակ նա սով է ստեղծում, ցուրտ եւ սով, աշխարհի ըստ աղետների առաջի երկու համարը նա այստեղ ստեղծում է այս ձևով, եւ ցուրտ եւ սով, հասկանալի է։ Երրորդը դա պատերազմներն է, չորրորդը եկաշարժեր, ջրհեղեղներ եւ այլն։ Այնպես որ հիմա երրորդ համաշխարհային պատերազմը արդեն բրուտը հայտարարեց, եւ այդ երրորդ համաշխարհային պատերազմը ցուրտն ու սովն է, էներգետիկան եւ պարտանյութերը, միանգամից ցուրտ ու սովը, եւ շատ մարդիկ կսկսեն մահանալ։ Եվ դա պետք էր հասկանալ, դա պետք էր քննարկել, ոչ թե տարբեր տեղերից հիմարություններ, սա գնաց այստեղ, ձեռքը դրեց այսպես, այնպես խոսեց, դա ինչ է տալիս ձեզ պետք է իմաստը հասկանալ, իմաստը, թե ինչի համար այս ցիրկը կատարեցին, ինչի համար գնաց նաեւ այստեղ այս զանգը տվեց, եւ այլն, այս ամբողջը այդ ձևով հասկանալ, ինչի համար սա սրանց հետ կապ է հաստատում, եւ սրան արդեն պետք է բերեն, եւ այս ամբողջ գործարաններ, ֆաբրիկաներ, այսինքն այս ձուլարաններ, մուլարաններ, բոլոր հանքերը տալիս են սրանց միջոցով գնում է բրուտներին։ Այս մասն էլ այնքան ավիրելու են, դրա համար արցախցիներին դուրս քշեցին, քանի որ այստեղ արդեն էլ հնարավոր չէր ապրել, եթե իրական հանքերը արդեն սկսեն օգտագործել։ Իսկ այն, որ հայերն էին օգտագործում ռուսների հետ այդ հանքերը, դրանք կիզիկ-միզիկ է դրա կողքին, իսկ այն արդեն, որ պետք է իրականում մեծ հանքերը օգտագործեն, այդ գյուղեր, քաղաքներ պետք է ավիրվի։ Հիմա հասկացաք, ես մեծ խաղում ենք, որտեղ ենք, որ
տեղում ենք։ Իսկ եթե սա մնար հայերին եւ այստեղ դա կատարվեր, հայերը առավոտից իրիկում բունտ պետք է բարձրացնեին եւ չեր իրականանելու։ Դրա համար դուրս հրավիրեցին, ամբողջը տվեցին Ալիևին, ոչ թե Ադրբեջանին, եւ այստեղ կսկսեն հիմա այս հանքերը փնթի ձևով շահագործել առանց ապահովության պայմանները ապահովելու, քանի որ եթե չես փորձում էկոլոգիային վնասել, ապա դա թանկ է, հանքերն աշխատեցնել է, իսկ այստեղ փնթի ձևով աշխատեցնելու են, վերջում այստեղ մնալու է մի փոքրիկ անապատ։ Իսկ հիմա նաև մեզ հուզող եւ ձեզ հուզող հարցերը ընտրություններ, իրականում ընտրություններ լինելու է թե չէ։ 21 հոգին եւ 16 հոգին, որոնք եկան Հայաստան, 16-ը դեռ այդտեղ են, 21-ը գնացին, 16-ը նույնպես ուղարկել էր իրենց նյութերը, մի քիչ դժվարությամբ կարողացա դա կոդավորում են իրենք փոքր, շատ փոքր ֆայլով ուղարկում, մի քիչ սխալներ էր եղել, ճշտեցինք, ինչ է նրանք խոսում։ Եվ այդ ամբողջ նյութը կարդալուց հետո ասեմ կարճ մի քանի բառով։ Անտարբերություն է ամբողջությամբ։ Իսկ եթե որևէ մեկի հետ զրուցում են, ապա կամ ցույց է տալիս, որ անտարբեր է, կամ իր պետքը չէ, կամ ինչպես եղել է, այդպես էլ գնալու է։ Իրավիճակին չտիրապետողներից թվար քանակ։ Իրականում չեն հասկանում աշխարհում ինչ է կատարվում եւ Հայաստանում ինչ են կատարում ներսի եւ դրսի տականքները, մեծ մասը չի հասկանում իրականությունը, տարբեր տիպի պատասխաններ ունեն, որը իրականությունից շատ անգամ շեղված է։ Վախ եւ ծախվածություն։ Մի մասը վախեցած են, քանի որ գործեր ունեն, ինչ որ աշխատանք են կատարում, 2 կոպեկ տուն փող են տանում, եւ ծախվածությունը արդեն սկսել է աճել, հատկապես այդ Սամվել Կարապետյան տականքի պատճառով։ Adekvat մարդկանց քանակ մատերի վրա կարելի է հաշվել։ 16-ն է արտահայտվում եւ 21-ը նույնպես նույն բանն են ասել։ 2 բևեռներ, կամ շատ հարուստներ են, կամ սոված աղքատներ։ Այդպիսի երկիրը ոչնչանում է, եթե չկա միջին խավ, նման երկիրը ոչնչանում է։ Աշխատատեղեր չկա, ուր գնան մարդիկ աշխատեն, եւ նորից մի քանի դրամով ընտրելու են այդ տականքներին։ Այս մեխանիզմը վաղուց մշակել են եւ այս մեխանիզմի դեմ էր պետք պայքարել, ոչնչացնել այս մեխանիզմը։ Շենքերի վերանորոգում չկա եւ նրանք այդ կոմունիստների ժամանակ Երևանում, հատկապես Երևանում կառուցված շենքերի որակները նայել են, եթե մի 5 բալանոց, մի փոքր ռումբ ընկնի մի 2 կվարտալ ենքում, սաղ շենքերը նստելու են։ Ոչ մի շենք չի վերանորոգվել։ Առանց վախի ապրում են, չմտածելով, թե 5 րոպե հետո կարող է նաև շենքը իրեն փուլ գա։ Բոլոր շենքերը հին են, ժամկետած շենքեր են եւ վերանորոգված չեն։ Փորձեր են կատարել ոտքի հանել, անարդյունք։ Միայն մի 3-4 երիտասարդ մի տարիքով Արցախում կռված, այդքանն են եղել, մնացածը կամ գնացել են ոստիկանություն հայտնելու, որ այս մարդիկ այսպիսի բան, կամ ասել են գումար պետք է տաս, չենք ծախի քեզ։ Ազգը դարձել է անտարբեր ամբոխ։ Հասկանալի չէ, թե ես, քանի որ նաև կարող են ադրբեջանցի եւ այլն լսել, ես չուզեցի շատ բաներ ասել, թե այնտեղ ինչեր է կատարվել, ինչեր են տեսել, ինչեր են խոսացել եւ ինչպիսի դավադրություններ են գնում, չեմ ցանկանա այդ մասին խոսել։ Միայն այսքանը, որոնց մասին խոսեցի, այսքանը ինձ թվում է բավական է։
Եվ ինչ անել, նորից եմ կրկնում, միակ ճանապարհը բոլորին դեմ քվեարկեք եւ գցեք, եթե բոլորին դեմ ես եւ դեմերի քանակը ավելի շատ է, քան Նիկոլի պլյուսների քանակը կամ մեկի պլյուսների քանակը, ինչպես կարող է նա անցնի, եթե դեմ են, եթե իրեն կողմ են քննարկել, սա մի րոպե ուշադիր լսեք, որպեսզի սրա լոգիկան հասկանանք, կա 100 մարդ, 100 մարդուց 4-ը քվեարկել է Նիկոլի օգտին, 8-ը քվեարկել է այդ Սամվել Կարապետյանի օգտին, 12 մարդ, 88-ն էլ քվեարկել է դեմ բոլորին, այսինքն ոչ սա է անցնում, ոչ սա։ Լոգիկան սա է, բայց այդ օրենքում ինչպես են սրանք դրել, հասկանալի չի, բայց այս լոգիկայով, եթե դեմ ես եւ սրան, դուրս է գալիս, որ նաեւ ընտրությունները չեղյալ են համարվում։ Սա պետք է ստուգվի Հայաստանի այդ կանոնադրության համաձայն, եթե ունեք այդտեղ մարդ, որը դրանով զբաղվում է, կարող եք դա ավելի ճշգրիտ ասել, թե չէ ես մի քանի օրից կասեմ նաև այս մասին, սա աշխատող ձև է, թե աշխատող ձև չի։ Իսկ ըստ լոգիկայի սա աշխատող է, եթե 10 մարդ են, 10-ից 8-ը ասում է, որ ես քեզ չեմ ուզում, 2 հոգին ասում են, որ ուզում են, այսինքն սա պետք է չեղյալ համարվի։ Այսինքն Նիկոլը մնա մի քանի ամիսներ, մինչև նորից նոր ընտրություն կամ ընտրությունները կեղծ են, պետք է անցնել այս ձևի, նախ սահմանադրությունը պետք է փոխել, կամ այս ձևով, միայն այդ երկու տարբերակը։ Նորից կրկնեմ, որպեսզի հասկանալի լինի, 10 մարդ են քվեարկության մասնակցում, 10-ից 2-ը ասում է այդ տականքներին, բոլորին միասին կողմ եմ, 8-ը ասում է բոլորին դեմ եմ, բոլորի այս բծիշկեքի առաջ գիծակաշում բոլորին դեմ եմ, ինչա դուրս գալիս, որ ընտրությունները չեղյալ են համարվում, ոչ ոք չի կարող ղեկավար լինել, միևնույն ժամանակ Նիկոլենք լինում են ժամանակավոր ղեկավար, կամ այդտեղ ամեն մեկը նաև մի փոքրիկ թերթիկ գրում եք, որ ժամանակավոր կառավարություն այս մարդկանց միջոցով, Նիկոլն էլ է այստեղից դուրս գալիս, 3 ամսով լինում է մի նոր կառավարություն, Հայաստանի սահմանադրությունը փոխվում է եւ դրանից հետո նոր սահմանադրությամբ սկսվում ընտրությունները։ Ինձ թվում է այս լոգիկայով, եթե շարժվում ենք, սա ճիշտ ձևն է, քանի որ իրականում սա այսպես է։ Չկա այլ ձև, որ ասես այս ձևով, քանի որ դուք ընտրության էլ չեք ցանկանում գնալ, կամ պետք է գնալ, կամ ոչ մի ցույց, մույց կամ հեղափոխություն չեք կարողանում կատարել, սա այդ Հայաստանի Հանրապետության այդ սահմանադրության մեջ ընտրությունների պետք է նշված լինի։ Եթե ոչ ոք չի գնում ընտրությունների, Նիկոլը հավաքում է, այսինքն այսքան մարդ պետք է գնա, բայց գնում է այսքան մարդ, մեկ հոգի ասում է, որ Նիկոլի օգտին կամ այդ Սամվել Կարապետյանի օգտին, եւ նա դառնում է վարչապետ, քանի որ այսքանը չի գնացել։ Իսկ եթե բոլորը գնում են, բոլորը դեմ են քվեարկում այդ երկու տականքներին էլ եւ բոլոր տականքներին էլ, այսինքն դուրս է գալիս, որ սրանք ոչ ոք էլ չի հաղթել, ընտրությունները չեղյալ են համարվում եւ դրանից հետո ներկայացվում է նաեւ մեր միացյալ իրական հայերի եւ սահմանադրությունը եւ նոր ընտրությունները։ Եվ նաեւ այստեղ Ռոբերտ են ասում, Ռոբերտ ալբանացու աշխատողը եւ արդեն ժամանակն էր, որ էլ կեղծ հայասիրություն չխաղա, ալբանացին ասեց, որ Կարապետյանին եք միանում։ Քոր Լևոնի հավատարիմ
հայերին փչացնող այդ Սորոսյան կուսակցությունների հայրը, եթե մենք համարում ենք որքան կա, 20-30 հազար երիտասարդ եւ հայեր փչացրել է միայն այս տականքը, Լևոնի նշանակելուց հետո ասում եք հայ։ Արցախի հերոսին Նիկոլը չթողեց գնալ Արցախ, դրա համար չգնաց եւ Արցախը պարտվեց։ Իսկ եթե Նիկոլը չթողնի, որ թուրքը բռնաբարում է իր կնոջը կամ աղջկան, ասի չպետք է պաշտպանես, թող կանգնի ու նայ ինչպես են բռնաբարում։ Այնպես որ երբ որ ասում եմ բոլորն էլ տականք են այս ընտրություններում, բոլորն էլ տականք են, չկա որևէ մեկը, որ ասես այս մեկը գոնե զուլալ մաքուր մեր հայերի կողմից է, չէ, բոլորը տականք, բոլորը ծախված, բոլորը վաճառված են։ Եվ միակ ձևը սա է, իսկ դրանից հետո կմտածենք, կունենանք ժամանակ, կմտածենք ինչպես վարվել։ Իսկ թվում է սա հասկացաք, եթե ունեք ավելի շատ տվյալներ, գրեք, եթե չէ, լոգիկան սրան է ասում, որ եթե Նիկոլը մեկ ձայն է հավաքել, Սամվել Կարապետյանը 2 ձայն, իսկ եւ Սամվել Կարապետյանին եւ Նիկոլին 1 միլիոն մարդ դեմ է, այսինքն ընտրությունները չեղյալ են համարում։ Այսքանը ինձ թվում է, այս բոլորը հասկանալի ձևով ասեցի եւ աշխարհում ինչ է կատարվում եւ ամենասարսափելի աղետները, սովն ու ցուրտը հնարավոր է, որ արդեն մտնեն նաեւ մեր հայերիս տները, բնակարանները, երբ որ արդեն թանկացումները տարբեր երկրներում արդեն զգացնել է տալիս իրեն։ Այսքանը